Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի հեռուստատիտողներ, եթերում է մեր պատմությունը հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսի մասին, ով առավել հայտնի է մեր հեռուստատիտողներին իբրև պատմիչ, անձնավորություն, ով շարադրել է մասնավորապես Սմբատ առաջին եւ Աշոտ երկրորդ երկաթ թագավորների գործունեությունը։ Այսօր մենք խոսենք նրա գործունեության մասին եւ նաեւ կներկայացնենք նրա պատմություն հայոց երկասիրությունը։ Եվ այսպիսով խոսելու ենք այսօր Հովհաննես Դրասխանակերտցու մասին։ Հովհաննես կաթողիկոսը Դրասխանակերտ գյուղից էր, որ Արարատ նահանգի գյուղերից մեկն է եղել։ Եվ նրա գործունեության մեջ իհարկե կարևոր է շեշտել Մաշտոց Եղիվարդցի կաթողիկոսի ժամանակահատվածում Սևանավանքում ստացած կրթությունը, եւ նա ինքը իր երկասիրության մեջ նշում է, որ աշակերտել է Մաշտոց Եղիվարդցուն եւ այդ նույն ուղեգիծը նախորդ կաթողիկոսի շարունակել է։ Հովհաննես Դրասխանակերտցին հայտնի է նրանով, որ նրա գահակալությունը համընկել է Սմբատ առաջին թագավորի եւ Աշոտ երկրորդ երկաթ թագավորի գործունեության հետ, նրանց գահակալության հետ։ Մասնավորապես Հովհաննես Դրասխանակերտցին կաթողիկոս է ընտրվել 898 թվականին եւ ըստ պաշտոնական գահացանկի, կաթողիկոսների գահացանկի գահակալել է մինչեւ իր մահվան ժամանակահատված, այսինքն մինչեւ 929 թվական։ Եվ մասնագետները շարունակում են վիճել, արդյոք նա 929-ին է մահացել, թե 927-ին։ Եվ իհարկե այս վեճի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 924 թվականից հետո դեպքերի շարադրանքը նրա մոտ փաստացի ընդհատվում է։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փաստորեն բավական բարդ փորձություններով լի ժամանակաշրջանում է եղել հայոց կաթողիկոս։ Նրա գահակալությունը համընկնում է Սմբատ առաջին Բագրատունի եւ Աշոտ երկրորդ երկաթ թագավորի գահակալության շրջանի հետ։ Այս երկու թագավորների ժամանակաշրջանը աչքի ընկնում Հայաստանի համար բարդ փորձություններով, որոնցից իհարկե Աշոտ երկաթը պատվով է դուրս գալիս, բայց օրինակ Սմբատ առաջին թագավորը ցավոք նահատակվում է։ Եվ բնական է, որ այս բոլոր փորձությունները նաև ուղեկից էին լինելու Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսին։ Ատրպատականի Սաջան ամիրայությունը այդ ժամանակ Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք էր ցուցաբերում, եւ մասնավորապես արաբական խալիֆայության արքունիքը հենց այս ամիրային էր հանձնել Հայաստանից հարկերը գանձելու իրավասությունը։ Սա լրջագույն խնդիրներ էր ստեղծում Հայաստանի համար, եւ ամեն անգամ այս ամիրայության այդ շփումները վտանգ էին ստեղծում պատերազմական գործողություններ սկսելու տեսանկյունից։ Եվ բնականաբար թագավորը փորձում էր ամեն կերպ կանխել Սաջան ամիրայության հետ ռազմական բախումը եւ հերթական վտանգի պարագային Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը թագավորի խնդրանքով մեկնել է Յուսուֆ ամիրայի հետ բանակցությունների եւ այստեղ տեղի ունեցել հակառակը, դավադիր կերպով ամիրան ձերբակալել է նրան եւ հետագայում մի կերպ կարողացել է Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը ճողոպրել այս պատանդառությունից եւ հեռացել է նախ Աղվանքի տարածք Ատրպատականից, Աղվանքից տեղափոխվել է Վիրք եւ այնուհետեւ այնտեղից վերադարձել է Հայաստան։ Եվ այն բարդ ժամանակահատվածում, երբ որ արաբական զորքը Սմբատ առաջինի գահակալության վերջում ներխուժում է Հայաստան եւ ռազմակալում տարածքի մեծ մասը, ու սկսվում է երկարատև եւ համառ պայքար, որի սկզբնական շրջանում հայոց թագավոր Սմբատ առաջինը Սաջան ամիրայի դավադիր գործողությունների արդյունքում մահապատժի է ենթարկվում, դրանից հետո խառնակ շրջան է սկսում Հայաստանում եւ այս շրջանում պայքարը ստանձնում է հենց Սմբատ առաջինի ավագ որդին Աշոտ երկրորդ երկաթը։ Նա է ստանձնում ղեկավարությունը պայքարի եւ այս շրջանը իհարկե Հայաստանի համար բավական բարդ փորձություններով էր լի եւ այս շրջանի առաջնային սկզբնաղբյուրը այսօր հենց Հովհաննես Դրասխանակերտցու երկասիրությունն է։ Հովհաննես Դրասխանակերտցին իր երկում գանգատվում է այն մասին, որ ստիպած է եղել տեղից տեղ տեղափոխել կաթողիկոսանիստը, այսինքն նրա մոտ խնդիր է եղել, թե ինչպես կարող է կաթողիկոսարանը
նորմալ գործել, աշխատել մի ժամանակաշրջանում, երբ որ անընդհատ Հայաստանը քաղաքական ցնցումների մեջ է։ Փաստացի Հայաստանի տարածքում նաև կարելի է ասել ինչ որ իմաստով քաղաքացիական պատերազմի նման վիճակ էր, որովհետև միևնույն ժամանակ տարբեր թագավորներ էին հռչակված։ Եվ այս խառնակ շրջանի պայմաններում ստիպված էր կաթողիկոսը, կաթողիկոսական իր նստավայրը տեղից տեղ տեղափոխվել։ Նա օրինակ ժամանակավորապես Դվինի կաթողիկոսարանից զատ փաստորեն ստիպված է եղել հաստատվել օրինակ Բյուրականում, որտեղ մենք հիմա իրականացնում ենք մեր նկարման աշխատանքները։ Բյուրականը հայտնի է նրանով, որ այստեղ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հենց նրա օրոք է հիմնանորոգվել, վերակառուցվել եւ այստեղ փաստորեն կաթողիկոսը հնարավորություն է տեսել ժամանակավոր կաթողիկոսանից հաստատելու։ Նաև հայտնի է, որ նա որոշ ժամանակ եղել է Բագարանում եւ ի վերջո կաթողիկոսը բավական փորձություններով լի շրջանից հետո Դվինի, օրինակ Նասրի կողմից ռազմակալումից հետո հերթական անգամ ստիպված է լինում փոխել նստավայրը։ Ի վերջո այս բարդ շրջանում Վասպուրականի թագավոր իրեն հռչակած Գագիկ Արծրունու խնդրանքով եւ առաջարկով նա որոշում է տեղափոխվել նրա տիրույթների սահմաններ, որ այդ ժամանակ ավելի ապահով էին եւ ռազմական ցնցումներից ավելի հեռու։ Այս պարագային նա տեղափոխվում է Աղթամար կղզի, այդտեղ նոր կառուցված 915-ից 921 թվականներին կառուցված Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի է տեղափոխվում, նոր կաթողիկոսարան այստեղ եւ այստեղ փաստորեն նա անցկացնում է իր կյանքի վերջին տարիները եւ վախճանվում։ Նրան հաջորդած կաթողիկոսները, մի քանի կաթողիկոսներ, մինչև Անանյա Մոկացի կաթողիկոսը այստեղ Աղթամարում են գահակալում եւ ըստ էության Վասպուրականի եպիսկոպոսներն են կաթողիկոսական գահը զբաղեցնում Հովհաննես դերասխանակերտցուց հետո մինչև Անանյա Մոկացի, որը մոտ 20 տարվա դադարից հետո վերադառնում է Բագրատունիների տիրույթներ եւ կաթողիկոսական աթոռանիստը վերադարձնում է փաստորեն Բագրատունյաց կենտրոնական Հայաստանի կենտրոնական թագավորների տիրույթների սահմաններ։ Հովհաննես դերասխանակերտցի կաթողիկոսը իր գործունեության մեջ աչքի է ընկնում նաև դիվանագիտական գործերով։ Հետաքրքիր է, որ նա բանակցություններ է վարել ոչ միայն արաբների հետ եւ օրինակ ինչպես արդեն նշեցինք Սաջան Ամիրայության հետ, այլ նաև մշտական կապի մեջ է եղել բյուզանդական վերնախավի հետ։ Մասնավորապես հայտնի է նրա նամակագրությունը Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք համարվող Նիկողայոսի հետ։ Նիկողայոս պատրիարքի հետ գրագրությունը նա ներկայացնում է հենց իր երկասիրության մեջ եւ այստեղ նա ներկայացնում է ոչ միայն բյուզանդական առաջարկներ, այլ նաև իր պատասխանները եւ իր պատասխաններից հստակ երևում է, որ մենք գործ ունենք կաթողիկոսի հետ, ով գիտակցում էր, որ ինքը ոչ թե պետք է առաջին հերթին առաջնորդվեր համաքրիստոնեական համարվող, բայց տվյալ դեպքում իրականում բյուզանդական կայսրության շահերը սպասարկող բյուզանդական եկեղեցու հետ միավորման օրակարգը, այլ հակառակը տվյալ դեպքում նա կողմնակից էր հայ եկեղեցու ինքնուրույնության պահպանմանը, թե դավանական, թե վարչական ինքնուրույնության պահպանմանը եւ իբրև թե Հայաստանի համար օգնության պատրվակով եկեղեցիների միությանը դեմ էր։ Այսինքն շատ լավ հասկանում էր, որ խոստացվող օգնությունը իրականում չէր լինելու եւ պատրվակ էր Հայաստանի ռազմաքաղաքական ծանր վիճակը, որ փորձեր բյուզանդական եկեղեցին հասնել իր վաղեմի երազանքին եւ մեր եկեղեցին հպատակվեր այդ ժամանակ բյուզանդական եկեղեցուն։ Կաթողիկոսը միևնույն ժամանակ բաց է համագործակցությանը, նա կողմնակից է բյուզանդական հնարավոր աջակցությանը, բայց մյուս կողմից նա համաձայն չէ բնականաբար վարչական ենթակայությանը եւ հետաքրքիր է, որ նամակագրության մեջ նա ստորագրում է իբրև մեծ հայքի կաթողիկոս, այսինքն նա շեշտում է, որ կոնկրետ պետականության եւ կոնկրետ ազգի ներկայացնող կաթողիկոս է նա, այլ ոչ թե համաքրիստոնեական փաթեթավորման ներքո բյուզանդական եկեղեցու հետ միավորման կողմնակից կամ այդ օրակարգի սպասարկու անձնավորություն։ Եվ բնականաբար եկեղեցիների միության հարցը կաթողիկոսի համար բյուզանդական սկզբունքներով միության հարցը փակ էր։ Այստեղ ուշագրավ է նաև այն, որ ներկայացվում է,
որ երբ Աշոտ II Երկաթին հրավիրել են բյուզանդական արքունիք բանակցությունների, կաթողիկոսը եւս հրավիրված է եղել, սակայն նա նախընտրել է մնալ այդ ժամանակ դեռևս Դվինի կաթողիկոսարանում եւ բնականաբար տեսել է որոշակի վտանգներ այնտեղ մեկնելու պարագայում եկեղեցիների միության պարտադրանքի կամ նմանատիպ այլ պահանջների մասով եւ մնացել է հայրենիքում։ Հետագայում իհարկե, ինչպես արդեն նշեցինք, նա նոր փորձությունների է ենթարկվում եւ այս անգամ արդեն Նասրի հետ նոր ինչ-որ խնդիրների չբախվելու պարագան հաշվի առնելով հեռացել է Դվինից։ Հովհաննես դրասխանակերտցուց մեզ հասել է երկու երկասիրություն։ Մեկը շարք կաթողիկոսացն հայոց, մյուսը պատմություն հայոց, որոնք վերջին հրատարակումներում սովորաբար միասին են հրատարակվում։ Շարք կաթողիկոսացն հայոց երկասիրությունը բավական համառոտ աշխատանք է, այստեղ ներկայացված են կաթողիկոսից առաջ գահակալած նախորդ կաթողիկոսները եւ տրված են համառոտ կենսագրականներ։ Իսկ առավել արժեքավոր աշխատությունը իհարկե նրա պատմություն հայոց երկասիրությունը։ Այստեղ շատ կարևոր է, որ նա հետևում է Մովսես Խորենացու սահմանած կոնցեպցիային։ Նույն տեսանկյունից է շարադրում հայոց պատմությունը եւ սկսում է հնագույն ժամանակներից եւ բերում հասցնում է մինչեւ իր գործունեության շրջանը ներառյալ։ Եվ այստեղ կարևոր է, որ նա իրենից առաջ եղած շրջանի հեղինակների երկասիրություններից որոշակի ծաղկաքաղ է արել եւ միևնույն ժամանակ նրա երկում առկա են որոշ տեղեկություններ, որոնք այլ հեղինակների մոտ չեն հանդիպում։ Եվ առավել արժեքավոր եւ նշանակալի է իհարկե նրա կյանքի ընթացքում եղած իրադարձությունների նկարագրությունը, այսինքն այն դեպքերի մասին են մանրամասն տեղեկությունները եւ բացառիկ, որոնց ինքը եղել է ժամանակակից։ Հովհաննես դրասխանակերտցին ծնված լինելով 9-րդ դարի կեսերին 845-ից 50 թվականների միջակայքում բնականաբար առավել մանրամասնությամբ ներկայացնում է Աշոտ առաջինի, Սմբատ առաջինի եւ Աշոտ երկրորդ Երկաթի գործունեության շրջանը։ Եվ արդեն իր գործունեությունը կոնկրետ իբրև կաթողիկոս մանրամասն ներկայացնում է 898-ից սկսած, այսինքն Սմբատ առաջին արքայի ժամանակաշրջանի իրադարձություններին զուգընթաց եւ այստեղ կարևոր է, որ այս իմաստով նրա երկասիրությունը նաեւ վավերագրերի ժողովածու կարծեք լինի, որովհետեւ նա տալիս է օրինակ բյուզանդական կայսրի, բյուզանդական եկեղեցու Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքի նամակները, իր կողմից գրված նամակները, տարբեր բանակցությունների ժամանակ նրա եւ բանակցող կողմի մեջ բերած փաստարկները, այսինքն այս իմաստով կարծեք նաեւ փաստաթղթեր ներառող որոշակի աշխատություն լինի։ Եվ բնականաբար Հովհաննես դրասխանակերտցու երկը այդ ժամանակաշրջանի համար կարևորագույն սկզբնաղբյուր է հանդիսանում։ Հովհաննես դրասխանակերտցու երկասիրության մեջ կարևոր տեղ են գրավում հատկապես Նիկողայոս պատրիարքի հետ նրանց նամակագրության մանրամասները։ Այստեղ նա ներկայացնում է պատրիարքի կողմից տրված առաջարկները եւ մասնավորապես այստեղից երևում է, որ բանակցությունների առանցքում է եղել ոչ միայն եկեղեցական միության հետ կապված այն հարցը, որ փորձում էր բյուզանդական եկեղեցին պարտադրել մեր եկեղեցուն եւ ստանում էր վճռական մերժում, այլ նաեւ բանակցվել է տարբերակ, որ հնարավոր կարող էր լինել հայոց թագավորության վիրքի եւ աղվանքի ընդհանուր ճակատի ձևավորումը բյուզանդական կայսրության հետ արաբական ներխուժման եւ արաբական խալիֆայությանը ենթակա Ատրպատականի Սաջան ամիրայության ոտնձգությունների դեմ պայքարելու համար։ Իհարկե, այստեղ սա հետարքիր մանրամասն է եւ որոշակի նոր մոտեցում կարող է այստեղից ձևավորվել հայ եկեղեցու այդ ժամանակաշրջանում ունեցած դերակատարման մասին, եթե դիտարկվեն այս նամակագրության մանրամասները դիվանագիտության առանցքից։ Հենց Հովհաննես դրասխանակերտցու պատմություն հայոց երկի շնորհիվ է, որ մենք իմանում ենք այդ ժամանակաշրջանում եղած տարաբնույթ խնդիրների մասին, սկսած օրինակ Նախճավանի շուրջ արծրուների եւ սյունների վեճը եւ արծրունյաց թագավորության այն ցանկությունները, որոնք որ օրինակ տեղական պատմագրի կողմից ներկայացվում են բացառապես նրանց շահերը հաշվի առնելով, իսկ ահա դրասխանակերտցին կենտրոնական թագավորության դիրքերից է նայում հարցերին։
Մյուս կողմից իհարկե Հովհաննես դերասխանակերտցու մոտ կա որոշակի տարակուսանք հատկապես Աշոտ երկրորդ երկաթի շրջանում։ Նա մի կողմից ներկայացնում է Աշոտ երկաթի սխրագործությունները, նրա քաջագործությունները եւ կատարած ձեռնարկները, մյուս կողմից նրա մոտ կա որոշակի չհասկացված լինելու նեղացածության որոշակի զգացողություն, որ տեքստից ակնհայտ է, երբեմն Աշոտ երկաթի նկատմամբ ոչ այնքան բարեհաճ վերաբերմունք նրա մոտեցումներում, որը իհարկե պայմանավորված է այն հանգամանքով, որ Աշոտ երկաթի գահակալության առաջին շրջանը եղել է դեգերումների շրջան կաթողիկոսի համար, որովհետև այդ շրջանում պետությունը դաժան պայքարի մեջ էր գոյություն պահպանելու հարցում եւ անընդհատ արաբական ներխուժումները մի կողմից, մյուս կողմից ծանր փորձությունները երկրի ներսում, օրինակ Աշոտ Շապուհյանի կամ Աշոտ Բռնավորի հավակնությունները դառնալու թագավոր, Գագիկ Արծրունու ցանկությունը դառնալու թագավոր, կենտրոնախույս մղումները հայոց արևելից կողմերում, մասնավորապես Ուտիքում, այս ամենը իհարկե բերում էին այնպիսի վիճակ, որ երկրի ներսում անընդհատ պայքար էր, նույնիսկ այդ պատճառով սով է լինում երկրում եւ բնականաբար այդ դժվարությունների շրջանում Հովհաննես դերասխանակերտին ստիպված է եղել տեղից տեղ տեղափոխվել, նա եղել է Դվինի կաթողիկոսարանից բացի օրինակ որոշ ժամանակ Սևանավանքում, Սևանավանքը այդ ժամանակ դեռևս փաստորեն կղզու պայմաններում էր գործում, ինչպես գիտենք մինչև 1952 թվականը կղզի է եղել այսօրվա թերակղզին, որտեղ գտնվում է Սևանավանքը, եւ այս վանքը իհարկե հարազատ էր նրա համար, որովհետեւ նա այստեղ անցկացրել էր իր հոգեվոր կրթությունը եւ կայացել էր իբրև հոգեորական եւ հիմա այստեղ որոշ շրջան լինելուց հետո նա նաեւ դեգերել է այլ վայրերում, ժամանակավորապես նրա համար կաթողիկոսարան է եղել հենց հյուրականում է եղել, նաեւ բագարանում է եղել, ի վերջո երկարատև դեգերումներից հետո նա 927 թվականին հաստատվել է հենց Աղթամարում, որի մասին մենք արդեն խոսել ենք եւ պատճառը հենց այդ շարունակական քաղաքական անկայունությունն էր Հայաստանում։ Այնուամենայնիվ, չնայած բոլոր տարաձայնություններին, որ կաթողիկոսի մոտ եղել է այդ ժամանակաշրջանի մեր քաղաքական էլիտաների հետ, նա հայոց պետականության ջերմ պաշտպանն էր։ Նրա գրած տեքստից հստակ երևում է, որ անգամ ինչ որ հարցերում համաձայն չլինելով Սմբատ առաջինի կամ Աշոտ երկրորդ երկաթի հետ, նա երբեք օտարների առաջարկներին չի համաձայնում միակողմանիորեն, չի գնում ի վնաս Հայաստանի որևէ զիջման, միշտ հայ եկեղեցու ինքնուրույնության եւ հայոց պետության, հայոց թագավորության անկախության կողմնակիցն է եւ ցանկացած առաջարկի պարագայում նա պատասխանում է հստակ մոտեցմամբ, օրինակ Նիկողայոս պատրիարքին ուղված նրա պատասխանում հստակ մոտեցում է, ինքը մեծ հայքի կաթողիկոսն է, այսինքն հայոց կաթողիկոսն է եւ ոչ թե ինչ որ ընդհանրական քրիստոնեական մոտեցումների պարագային պատրաստ մեկը գնալու զիջման, օրինակ բյուզանդական կայսրության կմահաճություններին եւ նա հստակ կոնկրետ ազգի, հայ ազգի ազգային պետական շահերը ներկայացնող կաթողիկոս է։ Այս առումով իհարկե Հովհաննես դերասխանակերտին հայոց պատմության մեջ մնացել է որպես մի անձնավորություն, ով դժվար ժամանակաշրջանում գահակալելով, ունենալով որոշակի տարբեր պատկերացումներ տարբեր հարցերի շուրջ, այնուամենայնիվ մնացել է ջերմ պաշտպանը հայոց պետականության գաղափարի եւ հայոց պատմության խորենացիական շարադրման մոտեցման։ Այսինքն նրա համար հայոց պատմությունը պետականության պատմություն է եւ այդ պետականության մեջ բնականաբար կա կարևոր դերակատարում եւ թագավորի ինստիտուտին եւ իհարկե կաթողիկոսի ինստիտուտին, որոնք համաժամանակյա պետք է գոյություն ունենան եւ ապահովեն հայկական միջավայրի հայոց պետականության եւ հայության հարատև ընթացքը։ Իսկ այսօրվա մեր հաղորդումը նվիրված Հովհաննես դերասխանակերտի կաթողիկոս պատմիչին մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր պատմությունը հաղորդաշարի եթերում։ Հաջողություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։